Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, եւ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, մի դեպքում քաղաքացին լսում է, որ Նիկոլ Փաշինյանը համալիրում աշխարհի 57 երկրների 300 պատվիրակների ներկայությամբ հայտարարում է, որ Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին եւ Հայաստանի իշխանությունը կարծում է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կգնա Հայաստանի դեմ։ Մյուս դեպքում այդ նույն քաղաքացին լսում է, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, խնդրելով Հայաստանին օգնության փաթեթը հանել նոյեմբերի 23-ին կայանալիք նիստի օրակարգից։ Հիմա քաղաքացին այս երկու հայտարարությունները, որ լսում է, ինչ եզրակացություն անի Հայաստանի այս իշխանությունը, իրեն դեպի ուր է տանում։ Այսպես ասեմ, եթե վերլուծելու ունակ լինի, ինքը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վրա խաչ է քաշում որպես անկախ երկիր, եւ այս քաղաքացին պետք է մտածի ինչպես ապահովի իր եւ իր ընտանիքի անվտանգությունը Հայաստանում կամ Հայաստանից դուրս արդեն, որովհետեւ հրաժարվել դաշնակցային, այսպես ասենք, կառույցից, որի այսպես ասենք թիվ 1 երկիրը Ռուսաստանը ապահովում է քո անվտանգությունը եւ անհասկանալի անվտանգային երաշխիքներով ինչ որ արևմուտքից սպասելիքներով ինչ է կատարվելու Հայաստանի հետ շատ հեշտ ուղղակի նկարագրել, պատկերացրեք, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, Թուրքիան օգնում է կամ երկու կողմից են մտնում, հա, իսկ մենք էլ հապկում չենք եւ ինչ որ բան չկա, օրինական պահանջ, որ մենք պահանջենք ինչ որ մեզ օգնեն կամ ինչ որ բան են։ Այսինքն Հայաստանը մի բլոկից դուրս է գալիս, մյուս բլոկը չմտած, մնում ենք այսպես ասած մերկ վիճակով, հա, եւ այստեղից իհարկե Ադրբեջանը կարող է օգտվի եւ արևմտյան Ադրբեջան անի եւ իր Իրավանը հետ վերցնի եւ ամեն ինչ էլ անի, որովհետեւ այս քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը ինքը բերում է այսպիսի իրավիճակների։ Իրականում մարդիկ շատ են մտածում, որ զարմանալի է, որ Փաշինյանը մի կողմից ասում է, որ Ադրբեջանը պետք է հարձակվի, մյուս կողմից էլ դեպի խաղաղության օրակարգ է գնում, ոնց է իրար չմտնող բաներ են, գաղափարներ են, բայց սա էլ է բացատրված 18 թվականին Փաշինյանին բերել են մի նպատակի համար Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակից հանել, հա, եւ անջատել այն հնարավոր կետերը, որտեղով Ռուսաստանը կարողանում է տարածաշրջանում ազդեցություն ունենալ, այսինքն մեկը դա Արցախն է, հա, եւ երկրորդը դա ռուսական ռազմաբազայի ներկայությունն է Հայաստանում։ Այդ երկու ուղղությամբ այդ մարդը գնում է եւ ինքը Արցախը հանձնել է, քանի որ ինչ որ խելացի մարդիկ ճակերտավոր իրան երևի ասել են, որ քանի Արցախը կա Ռուսաստանը կարողանա այս տարածաշրջանում եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճնշի եւ իր խաղաղության օրակարգ սպասարկելը հենց դրանով պայմանավորված է, որ իր խաղաղության օրակարգը դա Ռուսաստանից ազատվելն է, դա ոչ թե Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ, այլ Ռուսաստանից ազատվելն է եւ պարզ է, որ այստեղ Ադրբեջանը շատ գեղեցիկ խաղ խաղաց, սկզբից ինքը Ադրբեջանը հասկացավ, որ արևմուտքը ցանկանում է Հայաստանի միջոցով Ռուսաստանի տարածաշրջանից հանել եւ ազատվել ռուս խաղաղապահներից եւ այդ խաղը ինքը խաղաց մինչեւ վերջ, հա, իսկ երբ եկավ այն պահը, որ Ադրբեջանը պետք է Հայաստանից ստորագրեր ինչ որ պայմանագիր կամ Գրանադայի դեկլարացիան, Ադրբեջանը չգնաց, այսինքն ժողովրդական լեզվով ասած գցեց։ Եվ հիմա Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ որովհետեւ չգնա պայմանագրի ստորագրման։ Այս պայմաններով ներկայում ինչ կա, Ալիևին ձեռք չի տալիս, որովհետեւ Ալիևին, նայեք, Ալիևին ձեռք է տալիս Փաշինյանի նման ղեկավար Հայաստանի, որովհետեւ իր պարագայում ինքը ջեկպոտ է բռնել, հա, եւ ինչ ցանկանում է ստանալ կամ ժամանակին երազել է ստանալ Հեյդար Ալիևը կամ Իլհամ Ալիևը, ինքը հիմա ստանում է եւ ինքը Հայաստանից այլ սպասելիքներ էլ ունի, հա, ինքը դեռևս պետք է մի քանի 100,000 ադրբեջանցի հետ վերադարձնի Հայաստան, ինքը դեռևս կոմունիկացիաների հետ խնդիրներ ունի, ինքը նաեւ Զանգեզուրի միջանցքի մասն է երազում, ինքը անկլավները պետք է վերցնի, ինքը Հայաստանի, այսպես ասենք, տնտեսական խաչմերուկը, տնտեսական փակուղի պետք է սարքի, այսինքն այս ամեն ինչում իրան Փաշինյանը լավ աջակից է եւ օգնական է, ինքը ինչի պետք է հիմա ինչ որ բան ստորագրի։ Դրա համար էլ եմ ասում, ոնց որ զոմբիների դեմ մի հատ ծրագիր են դնում, որ դու պետք է անես, այսինքն իրան արևմուտքին Փաշինյանին ասել են, որ պետք է խաղաղության բանը գնաս, որտեղ դա հակառուսական ծրագիր է։
բայց այն գործը, որը Ադրբեջանը պետք է զուգահեռ կատարել, Ադրբեջանը կիսատ է արել, ստացել է Արցախը, հա, եւ ասում է ընկեր, ես ոչ մի բան չեմ ուզում քայլ ստորագրեմ եւ Միջև Հայաստանը չստանամ։ Արդեն Ալիևը ինչ է ուզել ստանալու, դա մոտակա ժամանակերով, բայց դեռևս առնվազն մի քանի կետ ինքը բարձրաձայնել է, ասել է անկլավների մասով է ասել, Զանգեզուրի միջանցքով է ասել եւ տարածաշրջանային կոմունիկացիաների մասին է խոսել, նաեւ խոսել է վերադարձի մասին։ Եվ նրա ԿՊ-ական թիմը եւ նաեւ Հայաստանի ամբողջ արևմտամեջ շերտը ասում են, որ այո, պատմական ժամանակաշրջան է, որպեսզի Հայաստանը ազատագրվի ըստ էության ռուսական կախվածությունից, հա, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան սպառնալիքը ըստ էության դրա մասին է հենց ակնարկում։ Եվ հիմա ինչ են ասում, պատմական ժամանակաշրջան է այն առումով, որ Եվրամիությունն է պատրաստ Հայաստանի հետ համագործակցել, Միացյալ Նահանգներն է պատրաստ համագործակցել, 3 Փաշինյանը կառավարությունում ընդունել է Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեքորտին եւ խոսել է ռազմավարական համագործակցության մասին։ Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է Անգլիան պատրաստ է զինել Հայաստանին։ Ավելի վաղ եւս նման հնարավորություն եղել է, բայց Հայաստանի իշխանությունը նախկինում դրանից չի օգտվել։ Հիմա երբ խոսում ենք նրա մասին, որ Հայաստանը սահուն կերպով դուրս է գալիս հապկից, սահուն կերպով դուրս է գալիս հապկից, իմ նշած այս աշխարհակաղակական կենտրոնները կարող են փոխարինել հապկին կամ ավելի լավը դառնան, քան հապկը։ Այդ կենտրոնը ցանկություն չունեն փոխարինել հապկին եւ ցանկություն չունեն իրանց վզին միատել Հայաստան նստացնել։ Բայց ինչու են զինում եւ փող տալիս Հայաստանին։ Բայց ինչով են զինում։ Կամ ինչ Ֆրանսիան ինչով է զինում։ Ինչ է տվել Ֆրանսիան, հա, կոպիտ ասած, որ մենք արդեն մեզ կարող ենք հանգիստ գալ 3 ռադար, հա, եւ հրթիռներ, որոնք գործում են մինչեւ 3 կիլոմետր, եթե չեմ սխալվում, իսկ Բայրակտարը 5-6 կիլոմետրի վրա է աշխատում։ Տեսեք, կրկին Հայաստանի օդը չփակելով Հայաստանը անում է գնումներ, որոնք անիմաստ են, եթե քո օդը բաց է։ Այսինքն, եթե դու միջև հիմա Բայրակտարի հարցը չես կարողանում լուծես, դու ուզում ես ֆրանսիական 20 BTR կամ հնդկական եսիմ հաուբիցաներ ար կամ օդը բաց է, այսինքն տեսել ենք Արցախյան 44-րդ պատերազմի ժամանակ, ինչ է լինում բաց օդի ժամանակ քո հրետանու հետ կամ քո շարժական զրահատեխնիկայի հետ, այսինքն ԿՊ-ն ասում է օդը բաց է նաև երբ մեր դաշնակիցը Ռուսաստանն է, որովհետև ինչպես ԿՊ-ականներն են ասում, ադրբեջանցիները եկան Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր օկուպացրեցին եւ մեր դաշնակիցը մատը մատին չխփեց։ Իսկ ինչ պետք է անել դաշնակիցը, եթե դու չես պատերազմել, եթե քո երկրի վարչապետը կանգնում ասում է մենք ինչ որ սարերի համար կռիվ չենք անելու կամ այդ 30% լճամակ պետք է կռիվ անես, այսինքն դու կռիվ չես անում, քո դաշնակիցը պետք է գա քո տեղը կռիվ անի, բացարձակապես այդպես չի։ Սա տեսեք, ես էլ եմ ասում, մի քիչ հետ վերադառնամ, ուրեմն Հայաստանի քաղաքական դաշտում անկախությունից ի վեր մի հիմար թեզ է շրջանառվում, որ Ռուսաստանն այսօր վաղը քանդվելու է, հա, եւ Հայաստանը չպետք է մնա այդ փլատակների տակ։ Եվ Ռուսաստանը, չգիտեմ, 1600 թվականից քանդվում է, բայց դեռևս չենք տեսել այս քանդված վիճակը։ Այս պատերազմի ժամանակ Ռուսաստան-Ուկրաինա կրկին մի դրվագ եղավ եւ Ռուսաստանը ստիպված եղավ Խարկովի մարզից դուրս գալ եւ նահանջել Խերսոնից մյուս ափը եւ այստեղ շատերը այդում Հայաստանում մտածեցին, որ սա Ռուսաստանի, այսպես ասած, քանդվելու վերջանալու գործընթացն է եւ եթե դուք տեսնեք ժամանակայինով, այնց այդ ժամանակ Փաշինյանը գնաց Պրահա եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, որովհետեւ եւ այստեղից եւ այնտեղից իր կուրատորները ասին ժամանակն է գնա բանալը Ղարաբաղը հանձնի։ Որտեղ էլ եմ ասում, չգիտեմ ով է այդ առաջինը այդ միտքը գեներացրել, որ եթե Ղարաբաղից բրծնենք, Ռուսից կբրծնենք։ Հիմա տեսեք ինչ աբսուրդային իրավիճակ է։ Արցախում սեպտեմբերի 24-ին եւ 25-ին եղել է կազմակերպված խոճապ։ Կազմակերպիչներն են մոտավորապես հայտնի եւ այլն, այսինքն պլան է իրագործվել, որ Արցախից բոլորը դուրս գան եւ այդ պլան իրագործողները իրենք մի բան էին հետապնդում, որ եթե Արցախում չկա հայ, ապա ռուս խաղաղապահ կոնտինգենտի գտնվելը այնտեղ անիմաստ է եւ այս միջոցով ռուսների Ղարաբաղից հանում ենք։ Հիմա Արցախում չկա հայ, բայց ռուս խաղաղապահ կոնտինգենտը դուրս չի եկել։ Ավելին խոսում են նաեւ այնտեղ ավելի երկար ժամանակով մնալու մասին։ Այսինքն այստեղ Ռուսաստանը
Գիտեք ոնց է, եթե Ամերիկայի, Ֆրանսիայի, Անգլիայի դու կարող ես հարաբերվես ինչ որ տրամաբանակցությունով, հա, Ռուսաստանի հետ անհնար է տրամաբանությունով հարաբերվել, հա, որովհետև Ռուսաստանը կարող է անել այնպիսի անդրադառնական քայլեր, որը իր բնույթի պատմական եսի ինչ որ բան կերպարի մեջ է։ Դե հիմա Հայաստանի իշխանությունն էլ ասում է այդ անդրադառնական քայլերով հարվածում էին։ Ժամանակին այն բոլորը մտածում են կիսել են Կոսովոն, հա, արևմտյան ուժերը, այս փային, այս քեզ, ռուսին մոռացել են, ռուսը մի գիշերվա մեջ հայտնվեց Կոսովոյի մեջտեղ, հենց Պրիշտինայի аэроպորտում ամենայն լավ կտորներ էր, ոչ մեկ կյանքում չէր պատկերացնի, որ ռուսը Բոսնիայից մարշբրասոկանի կմտնի այնտեղ կգրավի, հա։ Հիմա ստեղ Ռուսաստանի հետ հարաբերվելիս մարդիկ չեն հաշվարկում, որ այդ երկիրը ինքը գործում է ասիմետրիկ եւ շատ դեպքերում ուշացած կամ անհասկանալի ձևով, որը խնդրեմ է առաջացնում։ Հիմա էլ եմ ասում, ինչ են դատարկել Արցախը, պարզ է, որ ռուսները այնտեղից դուրս գան, բայց Արցախը դատարկվեց, ռուսը դուրս չեկավ։ Հետևաբար այս պլանը չաշխատեց, հետևաբար տուժեցին միայն այն մարդիկ, ում բռնի վտարեցին այնտեղից Արցախից։ Ադրբեջանի եւ Հայաստանի եւ Արցախում գտնվող Հայաստանից իջեցրած դեսանտի կազմակերպված հոգեբանական օպերացիայի պատճառով ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ որևէ արցախահայ չուզեց մնա Արցախում։ Չնայած պլանավորած էր, որ մինչև հունվարի 1 օգոստի կարող է դուրս գալ, ով չի ուզում կարող է մնալ եւ այլն, այս գործընթացը շատ ավելի բան պետք է լիներ, հեշտ ավելի լիներ, հա, այսպեսի վիճակ չլիներ, բայց շատ արագ, ասում եմ, սեպտեմբերի 24-ին 25-ին կազմակերպվեց այնպեսի իրավիճակ, որ մարդկանց մտքով մարդիկ պատրաստ են գնալ 40 ժամ մեքենայում անցկացնեն ճանապարհին դուրս գան, որովհետև խոճապահար իրենց արդեն բան են արել, որ վաղը մտնելու են, քեզ կկոտորեն եւ ամեն ինչը կանեն։ Խնդիր արդյոք Հայաստանի իշխանությունն իր արժեվ դրել էր խոճապային տրամադրությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանված հայերին, նաև Հայաստանում անել այնպես, որ ծրվեն աշխարհով մեկ եւ չմնան Հայաստանում, որպեսզի գլխացավանք չառաջանա Հայաստանի կառավարության համար։ Նայեք, այստեղ ուրիշ ծրագիր է աշխատում։ Եթե շատերը մտածում են, որ Հայաստանի ամեն կառավարությունը վախենում է արցախցիներից, բացարձակապես, հա, չի վախենում, որովհետև այսպես ասենք արցախցիների վրա էլ մի 10 տարի աշխատել են, հա, եւ հոգեբանությունը փոխել են մարդկանց, այսինքն այն բանը, որ Երևանի փողոցներում կհայտնվի 100,000 արցախցի եւ յուրաքանչյուր կառավարություն մեկ որ չի դիմանա, չկա այդպիսի բան։ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերն են։ Չկա այդպիսի բան, որովհետև լավ աշխատել են եւ Արայիկ Հարությունյանով բոլորով կարողացել են Արցախցուն գցեն ավելի շատ կենցաղային վիճակների մեջ, հա, եւ այսպես ասենք Արցախի արայիկացումը մենք կարող ենք տեսնել հիմա ներկա վիճակներին, երբ որ մարդկանց գցել են 100 եւ 50,000 դրամի արանքը եւ իրենք մտածում են միայն դրա մասին, այսինքն այստեղ վախը չկա, այստեղ ուրիշ վախ կա։ Վախ կա, որ արցախցիների մի մասը կարող է ինչ-ինչ պատճառներով վերադառնալ Արցախ, հա, եւ դրա համար ամեն ինչ պետք է արվի, որ այդ վերադարձը տեղի չունենա, քանի այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները եւ սա ձեռ չի տալիս, որովհետեւ սա ավտոմատ կերկարացնի խնդիրը ռուսների ներկայությունը, իսկ հիմա հետեւաբար նաև խնդիրը նույն այդ կենտրոնների համար անելանելի պայմաններ են ստեղծում արցախցիների համար, որ իրենց մեծ մասը արտագաղթի Հայաստանից, իսկ մնացածներին ինչ որ ձևի ստեղ տեղավորեն, բայց հենց առաջանում են ինչ որ հարցեր, դու կարող ես սոցցանցերում են հետևել, որ հնարավոր լինի ինչ որ մակարդակի վրա կամ ինչ-որ պայմաններով արցախցիները վերադառնան, միանգամից մտնում են փաշինյանական քարոզիչները, այդ ում արցախցիների մեջ էլ կան այսպիսի մարդիկ, ովքեր սկսում են ինչ-որ բաներ անել, վախացնել, ինչ-որ ճառեր գրել եւ այլն, մարդկանց յուրաքանչյուր ձևի հետ պայելով հնարավոր վերադարձի մասով։ Իսկ մենք պետք է մի բան հասկանանք, ես կարող եմ շատ ինչ-որ абսուրդ թվացող բաներ ասեմ կամ ոչ ռեալ, եթե Արցախում հայեր չապրեն, ես չգիտեմ ինչ պայմաններով ինչ անվտանգության երաշխիքներ, բայց ես մի բան գիտեմ, եթե Արցախում հայեր չլինեն, մենք Արցախի վրա կարող ենք արցախյանները կարող ենք վերջնական փակել, ինչպես փակվել է Նախիջևանի էջը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը իր ստորագրած փաստաթղթով կամ իր ստորագրած թղթով, չգիտեմ դա փաստաթուղթ է թե ոչ, հա, որովհետև իրավական տեղեկագրում չի հրապարակվել։ Իր ստորագրած թղթով տեղ թողել է արցախահայերի Արցախ վերադառնալու մասին։ Իր ստորագրած թուղթը բացարձակապես արցախահայերի հետ կապ չունի։ Հիմա տեսեք, ես որոշակի բաներ չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև նաև ադրբեջանցիներ են լսում մեզ, էլի։
բայց հնարավոր է ստեղծել որոշակի իրավիճակներ, հա, նաև անվտանգային, որպեսզի ինչ որ մի մաս վերադառնա Արցախ։ Դարձյալ ռուս խաղաղապահների խաղաղապահության ներքո։ Նայեք, ես չգիտեմ ում խաղաղապահության եւ ինչ խաղաղապահության, բայց ես գիտեմ մի բան, եթե Արցախում հայ չի ապրելու, 1-2 տարի անց նույն արցախցիները, ովքեր Արցախից դուրս են գալիս, իրենք արդեն չեն վերադառնալու Արցախ, որովհետեւ իրենք ինչ որ ձևի պայմաններ են ստեղծելու կամ արտագաղթած են լինելու, կամ ինչ որ գործ են գտնելու Երևանում, կամ ինչ որ եկամուտների աղբյուր կունենան, եւ շատերը հոգեբանորեն չեն ուզենա վերադառնան այնտեղ, որտեղից սարսափար դուրս են եկել, հա, որովհետեւ մենք սարսափել իրոք ես դուրս գալը այս եւ ճանապարհը եւ պայթունը ես ամեն ինչը, հա, եւ հոգեբանորեն բարդ է։ Եթե հիմա շատ մարդիկ կարոտի վրա են եւ այդ կարոտի պայմանների, վատ պայմանների լինելով կարող է դեռևս երազեն հետ գնան, հետո սա արդեն որ հարմարվեն, հա, կարող է տնավորվեն կամ ինչ-որ միտեղ բան անեն, արդեն դժվար կլինի իրենց լավ պայմաններից վերադարձնել հետ։ Ես նույն համեմատությունը կարող ենք անել հիմա նույն Ալիևին շատ բարդ է Ֆիզուլի նախին բնակիչներին վերադարձնել, որովհետև իրենք ինչ որ այս ժամանակվա ընթացքում սովոր են արդեն առանց Ֆիզուլի ապրել, հա, լաչինցիները, բերձորցիները, ադրբեջանցիները, իրենք սովոր են առանց բերձորի, հա, իրենք Բաքվում Կիրովաբադում տնավորվել են, այդ աշխուժ քաղաքային կյանքին ծանոթ են, էլի իրենց հիմա բարդ է ասել գնա վերադարձի քո սարերը, քո չոլերը, քո գյուղերը գնա այնտեղ ապրի։ Հիմա ինչ որ ժամանակ անց նույնն ստեղ է լինելու եւ մի քանի տարի անց արդեն եթե նույնիսկ ինչ որ պայմաններ լինեն վերադառնալու, մաքսիմում 5-ից 10%-ը ցանկություն կունենան։ ԿՊԱ-ականներն ասում են, եթե արցախցիները վերադառնում են Արցախ, դա նշանակում է ռուսական ներկայություն, դա նշանակում է խաղաղության պայմանագրի հետաձգում, իսկ խաղաղության պայմանագրի հետաձգումն էլ նշանակում է Հայաստանի շնչուղիները շարունակում են փակ մնալ, ոչ Թուրքիայի հետ են կարողանում հարաբերություններ հաստատել, ոչ Ադրբեջանի եւ ինչպես 30 տարի ենք ապրել, հա, թշնամական պետություններով շրջապատված, այդպես էլ կարող ենք ապրել, բա Հայաստանին դա պետք է։ Տեսեք, աբսուրդ իրավիճակը ինչու՞մն է, հա, մեր երկրի եւ նաեւ մեր ազգաբնակչության Մեր ազգաբնակչության մի մասը որոշել է, որ իր լավ ապրելու համար եւ պոտենցիալ ստամոքսը լցնելու համար ազգաբնակչության մյուս մասին կարելի է զրկել հայրենիքից։ Այսինքն ինչ որ մեկը որոշել է, որ Շիրակի մարզը կամ Արմավիրի մարզը կամ չգիտեմ Վայոց ձորը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ավելի կարեւոր են, քան Մարտակերտի շրջանը, չգիտեմ Քարվաճարի շրջանը։ Ինչ որ մեկը որոշել է, որ Երևանը կարող է հայության մայրաքաղաք լինի, Ստեփանակերտը չի կարող լինի։ Հասկանում եք, դա որոշել է ոչ թե ադրբեջանցին կամ թուրքը կամ չգիտեմ բրիտանացին, հա, այլ դա որոշել է նաև հայկական անուն ազգանուն կրող ինչ որ հասարակության մի զանգված, որը այդքան էլ փոքր չի։ Որ մարդիկ մտածում են մենք մի զանգվածի հայրենիքը հանձնենք, մենք այդտեղ հանգիստ ապրենք, կամ մենք որոշենք, որ 120,000 մարդ 160,000 մարդ, եթե 2020 թվականից հաշվել, որ այս մարդիկ պետք է հայրենիք չունենան, որ այս մարդիկ պետք է տուն չունենան, որ մարդիկ պետք է ամեն ինչից զրկվեն, ընդ որում այն մարդիկ, որոնք այնտեղ շատ ավելի երկար են ապրել, քան այն մարդիկ, ովքեր այստեղ որոշել են, որ իրենք այնտեղ պետք է չապրեն, էլի։ Եվ սա է աբսուրդ, եւ այս իրավիճակում հասկանում եք, այս հիվանդ հասարակության մեջ այս հիվանդությունը ինքը շարունակություն է տալու շատ ավելի վատ վիճակները, որովհետեւ դու իրավունք չունես ինչ որ մեկին, ոնց է դու պետք է որոշես, որ քո երեխեքից երկուսը պետք է տուն չունենա։ Պարոն Քոչարյան, երբ երկրի ղեկավարն է ասում, Հայաստանը թույլ չենք տալու մատաղանեն։ Արցախի խնդիրների պատճառով Հայաստանը թույլ չենք տալու, որ մատաղանեն։ Իսկ Արցախում ապրող մարդիկ կամ Արցախը ինքն իրանով, ինքը ինչ որ երկրորդական սորտի մարդիկ են եղել այնտեղ, չգիտեմ ինչ որ չեմ ուզում ինչ-որ վատ բառերով ասել, ինչ-որ նիպալնացիոնի մարդիկ են եղել, որ հանուն Հայաստանի պետք է տանց ինչ-որ Արցախը զոհես, այն պարզվում է Արցախը զոհեցին, Հայաստանի վիճակը չլավացավ, որովհետև այնտեղից ասում է, այս մարդկանց որ ասում էր, որ Արցախը, դեք Արցախը շատ դեպքերում զրահաբաշխուն են բան անում Հայաստանի, բայց Արցախը նաև այն հիմնակարերից է եղել, այսինքն դու եթե շենքի տակից հիմնակարը հանում ես, տունը ռեմոնտ ես անում, մի տարի հետո ճաքիրա լինելու, հետո սկսելու է փլվել, հետո ծրվելու անգնի։ Փաշինյանը ասում է 0-ից կկառուցենք այդ փլվածը։ Տեսեք, հիշում եք, բյուջեի քննարկման ժամանակ ասում է հայրենիքը պետությունն է, ընդհանրապես բուջուրիկ պետությունը։ Որ ընդհանրենք
Մուշի հայի համար, մուշը այլևս հայրենիք չի, Արցախի համար Արցախը հայրենիք չի, չգիտեմ, Շամխորի համար կամ Դաշտային Ղարաբաղի մեծ արտագաղթած մարդկանց համար այդ իրանց հայրենիք չի, այսինքն եթե վաղը ենթադրենք Աստվածաշնչի Սյունիքի մարզը Հայաստանի կազմում չլինի կամ Լոռու մարզը չլինի, այսինքն մեր հայրենիքը արդեն Լոռին ու Սյունիքն էլ չեն լինի, այսինքն այդ տրամաբանությունը դա պարտվողի հանձնողի տրամաբանություն, բայց ես էլ եմ ասում, ամենավատն է, որ կա հասարակության մի զանգված, որի համար դա օքեյ է եւ սա է մանիպուլացված զանգվածն է, դա խապված թե իսկապես այդպես էլ մտածում եք։ Իսկապես երևի այդպես են մտածում, որովհետեւ մեկ մտածում են, որ մանիպուլացնում են, չէ՞, բարձրանում որ ընդ որում ես ձեզ ասեմ, որ այդ զանգվածը միշտ էլ եղել է, եթե ժամանակին ուղակի իրենց ձայնը լսելի չէր, հիմա ուղակի լսել է, բայց այդ զանգվածը միշտ էլ եղել է եւ ես տարբեր տեղեր ասում տարբեր զրույցները, որ մենք մեզ համար ինչ որ բան ենք նկարել, պատկեր ենք նկարել ժամանակին, էլի, որից մենք հիմա հերթով հիասթափվելով ոնց էլ բան ենք անում, մենք նկարել ենք ինչ որ sense խորը եւ իմաստուն էլիտաներ, հա, ազգային մտածելակերպ, հետո դա պարզվում է որ չէ, մենք մեզ համար նկարել ենք ինչ որ փառապանց գեներալներ, բայց պարզվում է փառապանց գեներալները դաժե մի հատ մարտական խնդիր կամ խոսքի մի հատ մարդ Ստեփանակերտի բունկերից չկարողացան հանել, էլի կոպիտ ասած, կամ ինչ հիմա լրիվ ինչ որ բան լեգենդ ենք մտածել, որ հող հանձնողը մեկ օրից ավել չի մնալու, որ Արցախը հանձնողը, չգիտեմ, ինչ որ հրապարակում կախված վիճակով այլ բացարձակապես Fake ենք մենք մեր պատմությամբ, մեր կերպարներով։ Fake չէ, ուղղակի բաներ ենք նկարել, հա, ինչ որ հերոսներ են գեներացրել, ինչ որ լեգենդար հրամանատարներ, հետո լեգենդար հրամանատարները բարձում այս վերջի 2 օրվա մեջ, երբ որ Արցախի պաշտպանության բանակի տղաները անձնազոհության մակարդակով կռիվ են տալիս, իրենց վստահված զինվորական մասը ուղղակի հանձնում են եւ գնում են, հա, բայց փառապանց բաներ են համարվում էլի։ Հետևաբար մենք եկել ենք, բախվել ենք իրականության ու հասկացել ենք, որ իրականում մենք ով ենք։ Ոչ վատ, ոչ լավ, ազգ ենք, որի, այսպես ասենք, ցավոք սրտի ազգի մեծամասնությունը գնում է ագրեսիվ փոքրամասնության հետևից։ Եվ ինչքանով հաջողված է ագրեսիվ փոքրամասնությունը, այդ դրանով էլ ճանապարհը որոշվում է եւ եթե ժամանակին դա եղել է ազգային, այսպես ասենք, ռազմական էլիտան, որի հետևից ազգը գնացել է կամ չուզելով է գնացել, բայց գնացել է հիմա, ապա ազգային էլեմենտներ են այդ ագրեսիվ փոքրամասնությունը, որը հիմա Հայաստանը տանում է դեպի կործանման։ Ես էլ եմ ասում, Արցախի հանձնումը դա ուղղակի քայլ էր, ել եմ ասում աշխարհաքաղաքական գործընթացի մեջ, որովհետև ել եմ ասում ասել են, որ Արցախը հանձնելով դուք էլ ցիտեցիք ռուսից բրծնում ենք, հա, եւ բ Գագրանիսն անպամոժետ, հա, այսինքն արևմուտքը մեզ կփրկի։ Եվ ասում են հիմա իսկապես փրկում է եւ օգնում է, ավելին ասում են եկել է ժամանակը մտածել արտադաշինքային ինչ որ պետություն դառնալու մասին։ Սա եթե մենք ապրենք մի աշխարհում, որտեղ կա միայն արևմուտք, հա, սա երևի հասկանալի կլիներ, որովհետև արևմուտքը Ֆրանսիան մեզ սիրում է, հա, չնայած Ֆրանսիան մեր Կիլիկյանն էր սիրում 15 թվականից հետո մանդատ ուներ, հետո տվեց թուրքերին գնաց։ Իրենք ասում են ոչ թե մեզ սիրում է արևմուտքը, այլ մեր աշխարհագրությունն է կարևոր։ Տեսեք, հիմա մեր աշխարհագրությունը հաշվին կարող ենք դառնալ արտադաշինքային պետություն։ Արտադաշինքայինը դա հեքիաթ է, այս ուղղակի իրանց արևին գեղացու շուստրությամբ Ռուսիա աչքին թոզ են փչում, որ մենք ՆԱՏՕ չեն գնալու, մենք արտադաշինքային, բայց բազելով ուզում են գնալ, բայց ՆԱՏՕ-ն իրենց ընդունում է։ Չի ուզում, ախր գիտեք ոնց է, եթե նստես հաշվես գլոբալ Հայաստանի, այսպես ասենք, պրոթուրքական Հայաստանի իմաստը, գոյության իմաստը, որտեղ գոյության իմաստ չկա, որովհետև դու չես կարող թուրքից ավելի պրոթուրքական լինես, հա, եւ Հայաստանի, այսպես ասենք, հետաքրքրվածությունը Հայաստանով տարածաշրջանում եղել այն, որ ինքը հակաթուրքական, այսպես ասենք, ոսկոր է եղել կոկորտում, հա, դրա համար շատ երկրներ, Իրան, Ռուսաստան, նույն Ֆրանսիան եւ այլն օգնել են Հայաստանին։ Բայց եթե դու դառնում ես թուրքական, պրոթուրքական, այսպես ասենք, մի պետություն, ավելի լավ է գործ բռնել բուն Թուրքիայի հետ կամ բուն Ադրբեջանի հետ, քան քո հետ, դու ընդհանրապես ոչ մեկին պես չես քո խաչմերուկներով։ Եվ խնդիրը էլ եմ ասում, ինչումն է, եթե մենք լինենք ուղակի լինել արևմուտք եւ ուրիշ ոչ մի բան չլիներ, դա շատ հետաքրքիր կլիներ։ Երևի թե ես կհամաձայնվեի Փաշինյանական գաղափարն հետ, բայց այստեղ տարածաշրջանում կա անմիջական մեր հարևանը Իրանը, հա,
եւ կա Ռուսաստանը, որ այդ տարածաշրջանում եղել է, կա եւ լինելու եւ անելիքներ ունի։ Հիմա Հայաստանը այդ երկրի շահերի դեմ, ընդ որում տեսակ վերջում ամերիկացիները արդեն Հայաստանին նաեւ դարում են Իրանի դեմ։ Հիմա մեզ թշնամացնում են Իրանի եւ Ռուսաստանի հետ երկրներ, որոնք գտնվում են 1000 կիլոմետրներ մեզանից հեռու, հա։ Եվ էլ եմ ասում, Հայաստանը չկա ոչ ամերիկյան բազա, ոչ էլ լինելու է, հա, որովհետև ամերիկացիները շատ հանգիստ իրենց ինջերլիկում գտնվում են եւ թուրքական զորքերը կգան, կկանգնեն։ Այսինքն 102-րդ ռազմաբազայի այլընտրանքը թուրքական զորքի ներկայությունն է։ Խնդիրը գիտեք որն է, իսկ ով է ասել, որ Ռուսաստանը կամ Իրանը համաձայնվելու են այս իրավիճակին, որ Հայաստանը վերցնի գնա բան դառնա ՆԱՏՕ-ի երկիր կամ չգիտեմ արտադաշինք է։ Քպական падգամավորներն ասում են իսկ ով ասեց, որ մենք պետք է նստենք սպասենք Ռուսաստանը համաձայնվի կամ ոչ։ Մեր պետությունը ինքնիշխան ղեկավար է, մեր երկրի ղեկավարը։ Քպական падգամավորն ես ուղղակի մի բան եմ ուզում ասեմ, որտեղ իրենք իրենց սեփական մտքերը չունեն, իրենց մտքերը էլ եմ ասում, որոշակի դեսպանատներից են ասում։ Ուրեմն սա նորություն չի Հայաստանի այս ճիգերը, հա, եւ նորություն չի նաեւ ինչ է հետևում դրանից հետո, երբ որ դու որոշում ես Ռուսաստանի թշնամանալ, իսկ սա թշնամություն է։ Հիմա շատերը չգիտես ինչի մտածում են, որ այս անգամ Հայաստանը օրինակ կգնա արևմուտք ՆԱՏՕ կթշնամանա Ռուսաստանը պատասխան չի տա։ Բայց ցավոք սրտի այդ մարդկանց համար ես էլի պետք է ասեմ, որ Ռուսաստանը լավ է պատասխան տալիս է եւ ինչ կերպ է տալիս։ Ինչ կերպ է տալիս, Ուկրաինայում ինչ է կատարվում։ Դե դա ուղղակի սենսացիա է թվում Հայաստանի երկիր, որը փորձել է Ռուսաստանի թշնամանալ ու օգտվա դուրս եկել։ Ասում եմ չեմ թշնամանում նախ, սխալներն եմ ասում, ասում եմ որ լավ չես աշխատում հարգելի դաշնակից։ Ինքը իր բաներին աջակիցներին էշի տեղ դնում։ Մյուս կողմը, որ ոչ թե թշնամանում եմ, այլ բալանսավորում եմ իմ արտաքին քաղաքականությունը, Եվրամիության դիտորդների թիվն եմ երկրում ավելացնում։ Բալանսավորման, կոմպլիմենտարիզմի եւ մնացածի դարը անցել է, դու կամ այս կողմն ես, կամ մենք կողմից հատկապես, որ հիմա Ռուսաստանը պատերազմում է հավաքական արևմուտքի հետ եւ յուրաքանչյուր այսպիսի քայլ Ռուսաստանի մեջքի յետևում խաղեր, հա, Ռուսաստանի կողմից ընդունվում է որպես թշնամություն։ Ու սա էլ եմ բազմիցս ասել, որ Ռուսաստանը կարող է որոշակի բայերին լավ դաշնակից չլինի, բայց ինքը շատ վատ թշնամի է։ Իսկ գնալ նույն ճանապարհով այլ Ռուսիա ասած նաստապաշնյատեժը գրաբլի, որի վրա սեղմել են Մոլդովան, Վրաստանը եւ հատկապես Ուկրաինան եւ բերել աշխարհակական բախումը մտցնել Հայաստանի ներս, հա, այդ օրինակներն եմ շատ բերում, այդ Փիղնու գետազին որ կռիվ են անում, դու ունես ավտոյի մեքենայի մեջ նստած նայում ես, շատ հաճելի տեսարան է, գեղեցիկ, բայց որ Փիղնու գետազին գալիս են քո մեքսենյականոցում են կռիվ անում, հա, ընդ որում մեքսենյականից բան չի մնա։ Հիմա Փաշինյանը իրենց բերել է, հասցրել մեր մեքսենյականոց բնակարան եւ ասում է բան։ Եկեք կռիվ անենք, մենք էլ նայենք որտեղ են կողմնորոշվում էլի։ Ինչ են ասում իշխանականները, ասում են Ուկրաինայի հետ բավական է համեմատեք, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանից ուզելու ինչ ունի, որ մեր դեմ էլ պատերազմի։ Օրինակ կարող է գնա տնտեսական սանկցիաների, չգիտեմ, գազի գինը թանկացնել, մենք էլ կորոշենք այլընտրանքային աղբյուրներ փնտրել, անգամ մենք ունենք փոխնախարար, որն ամենևին էլ դեմ չէ, որ Ադրբեջանից գազ գնենք։ Չասեք թող ջերնուկ խմեն ու մոլիբդեն կրծեն, էլի արդեն 90-ականներին այդպիսի իրավիճակ եղել, ուղղակի գիտեք, այն ինչ որ ասում են ԿՊԱ-ականները, այստեղ պարզ է, այստեղ խնդիր չկա, այս մարկանց ինչպես հիմա ուկրաինական իշխանությունը ժամանակին Սաակաշվիլին, Մոլդովայի իշխանությունը ուղիղ վճարվում ամերիկացիների ֆոնդերի կողմից, իրենք էլ են, իրենք իրենց գումարը աշխատել են, իրենք գիտեն, որ իրենք ապահովված են իրենց մասով։ Այստեղ խոսքը գնում է հասարակ ժողովրդի մասին, որ նաև մեր հաղորդման կոմենտների մեջ է գրելու ինչ որ վատ բառեր, համոզված եմ ինչ որ ռուսի ստրուկ կամ ես ինչ որ, այս մարդիկ չեն հասկանում, որ առաջի հարված իրենց գլխին է գալու, հա, այն նրանք փախնելու են ոնց որ Աֆղանստանից փախան բաները, հա, պրոամերիկանոց ժողովուրդը, իրանք իրենց գումարները, բանկային հաշիվները ամեն ինչ ունեն, տուժել է հասարակ ժողովուրդ, ընդ որում եթե 90-ականներին մարդիկ փրկվեցին գնալով Ռուսաստան հիմնականում, այս անգամ Ռուսաստան չեն գնալու, որովհետև Ռուսաստանը լինել է թշնամի պետություն։ Խնդիրը ասում եմ, այլ բանի մեջ է, հարցության մեջ է, ինչու հիմա պետք է մենք Ռուսաստանի թշնամացնենք մեր դեմ, եթե մենք գիտենք, որ Ռուսաստանը շատ վատ է նայում բոլոր այն երկրների գործողությունների վրա, որոնք Ռուսաստանի մեջքի ետևում հատկապես այն ծանր պայեն, իսկ Ռուսաստանի համար դա ծանր պայ է, որովհետև ինքը գոյաբանական կռիվ է անում Ուկրաինայում, այս պայն Ռուսաստանից ինչ որ Ռուսաստանի վատ բաներ ասել, անջատել գնալ դեպի արևմուտք, գնալ հանդիպել Զելենսկու հետ եւ մնացած ինչ որ քայլեր անել։ Ինչի ենք մենք մտածում,
որ հարվածը չի լինի։ Ես չեմ վախեցնում հարվածը, բայց ես գիտեմ, որ այդպիսի բան լինել է, հենց Վրաստանն, Ուկրաինան, Մոլդովան իրենք այլ բան չեն թողել մտածելու։ Եվ ինչի մարդիկ, հասարակ մարդիկ չեն մտածում, ուր են իրենց տանում նիկոլականները։ Ինչի մարդիկ չեն մտածում, որ հենց իրենց նույն ուկրաինացիները, որոնք ապրում են Զապորոժիայում, չգիտեմ, Դնեպրոպետրովսկ, Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ եւ այլն, իրանք էլ են տենց մտածում, գիտեք, ահա եկեք ռուսերենի բանը քչացնենք դասավանդումը, եկեք ռուսներին ձեռ առնենք, եկեք ստեղից հանենք, եկեք սրան բան անենք, կամ վրացիները, որ բան են ռուսական ռազմաբազաները հանում են եւ մտածում են, հեսա ՆԱՏՕ-ն մեզ կփրկի 2008 թվին հարձակվեցին հարավային Օսեթիայի վրա, ՆԱՏՕ-ն չփրկեց, բայց կորցրեցին Օսեթիան, կորցրեցին Աբխազիան, Աջարանել դարձավ թուրքական լրիվ տարածք, էլի։ Այսինքն ինչի մենք դրա մասին չենք մտածում, բայց էլ եմ ասում, Ուկրաինան այդքան մեծ պետություն է եւ բնակեցած, որ ինքը կարող էր թույլ տա 5 մարս կորցնի եւ շարունակի գոյատևել, ինքը կարող էր թույլ տա 15 միլիոն փախստական ունենա Եվրոպայում, բայց էլի շարունակի ինչ որ ձևի դիմադրել։ Մենք մեզ կարող ենք այդպիսի բաներ թույլ տանք, իհարկե ոչ։ Դրա համար մարդկանց խորհուրդ եմ տալիս, որ իրենց սարսափելի հակառուսական ռոպագանդա է գնում Հայաստանում, սարսափելի մարդու ուղեղը չի դիմանում եւ մեկ-մեկ նույնիսկ Ռուսաստանի որոշակի պաշտոնյաներն ոնց որ յուղ լցնեն այդ ամեն ինչի վրա։ Եվ նաեւ պետական լրատվամիջոցով։ Այս հայտարարակ իրավիճակում այստեղ ուղղակի, չգիտեմ, եթե մեր հայ հասարակությունում ժողովրդում ազգի մասին քիչ բարդ է հիմա խոսել այս իրավիճակով, ինչ որ մեխանիզմներ կան ինքնապահպանման, հա, իրենք պետք է ուղղակի որոշակի պայծ այդ հակառուսական ռոպագանդայի հետևից չգնան, որովհետև ես էլ եմ ասում, ռուսը միգուցե կարող է որոշակի պայն լավ դաշնակից չլինի, բայց ինքը շատ վատ թշնամի է, շատ վատ էլի, եւ ամբողջ մտածելս այն է, որ այս հակառուսականության ֆոնի վրա իմ կարծիքով Արցախի կորուստով մենք չենք բավարարվելու, շարունակությունը լինել է շատ ավելի վատ։ Տարածքային կորուստներ Հայաստանից։ Իրենք կարող է Հայաստանի, նայեք, հիմա էլի շատերը խոսում են նրա մասին, եւ ես էլ եմ համաձայն այդ կարծիքիդ, որ աշխարհը գնում է դեպի նոր Յալտա։ Այսինքն աշխարհի մեծերը նստելու են նոր քարտեզներ են գծելու, որովհետեւ 5 քարտեզները չեն աշխատում, միջազգային իրավունքը չի աշխատում եւ գծում է ուրիշ նոր ճարտարապետություն եւ գծողների մեջ, այսպես ասենք, ի հեճուկս քեմալական փաշինյանականներին լինել է նաեւ Ռուսաստանը։ Եվ այդ խոշոր երկրները որոշելու են քուրդը պետք է ունենա պետություն, թե պետք է չունենա, պաղեստինցին ինչ պետություն պետք է ունենա, թե պետք է չունենա, հայը պետք է ունենա, թե պետք է չունենա, իսկ այսպիսի վարքագծով, հա, եւ նաեւ երբ որ սեփական ազգաբնակչության որոշակի մասի համար օքեյ է, որ իր արունակիցը, իր քաղաքացին դառնա փախստական, հա, եւ դա նորմալ է, որովհետեւ ինքը կարող է կուշտ ապրի, եթե Ղարաբաղցին տնից զրկվի, հա, այս եւ այապետությունը, որը զրկվելու է երազանքի մասին, հա, Վան, Մուշ եւ այլ իր հողերը վերադարձնելու, ազգը, որը ուրանալու է ցեղասպանությունից, հա, դա հարց է առաջանում Հայաստանի Հանրապետությունը այդ տեսքովում է պետք լինելու եւ ինչքանով է շահագրգռելու այլ երկրներին։ Մենք ելի եմ ասում, օգնում են դիմադրողին, հարգում են ուժերին եւ եթե մենք ինքնակամ ամեն ինչ տալիս ենք, ամեն ինչից հրաժարվում ենք, որ վաղը կուշտ ապրենք, հա, մենք կարող վաղ ընդհանրապես չապրենք։ Պարոն Քոչարյան, վստահաբար հիշում եք 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը 4-րդ հանրապետության մասին։ Ինչ եք կարծում, 4-րդ հանրապետությունը հենց միայն այդ կուշտ փորով ապրող հայի հանրապետությունն է լինելու։ Մենք իսկապես պետք է ընդունենք, որ 3-րդ հանրապետության էջը պետք է փակենք, որովհետև ինքը կայացավ Արցախով եւ փակվում եւ ավարտվում է նաեւ Արցախով։ Գիտեք, դա կուշտ ապրելու հարցն է առաջանում, արդյոք ով է ապրելու այս տարածքում կուշտ։ Հայը, Ադրբեջանից վերադարձած եկած ադրբեջանցիները, աննախադեպ թվով աճող Հնդկաստանի քաղաքացիները, ինչ է որոշված Հայաստանի համար, դա լինելու ազգբանակ թե ազգ մատուցող, հա, այսինքն մենք պետք է սպասարկենք հարուստ մարդկանց, հա, ինչպես շատ երկրներում, հա, այսինքն դառնանք ինչ-որ Եգիպտոսի նման, բայց առանց ծով ինչ-որ երկիր, որը զուտ սպասարկման ոլորտի մեջ է լինելու, թե ոչ, ով են սպասարկելու, Աջարայի նման երկիր ենք դառնալու, թե ոչ, որտեղ վրացիները այլևս կառավարող բաներում տեղ չունեն, հա, նույնիսկ հյուրանոցի սեփականատերը կամ, չգիտեմ,
ինչ որ օբյեկտի տերը վրացի չի կարող լինել, հիմնականում թուրքեր են, այսինքն ինչ ենք մենք լինելու ենք գազի զապրավկա Թուրքիա-Ադրբեջանի ճանապարհին, մենք այս իրավիճակով էլի եմ ասում, այս տրամաբանությամբ եւ այս հոգեբանությամբ մեզ ուղղակի վատ բան պետք է ասեմ, ես որ բան տեղ դնող չի լինել եւ կարող եմ մի օր որոշել իսկ ինչի Հայաստանը պետք է լինի հանրապետություն եւ որպես պետություն լինի։ Կարող է ինքը ինչ-որ մի մասը դառնա վիլայետ, մի մասը չգիտեմ ինչ, մի մասը չգիտեմ։ Այսինքն Հայաստանի մասնատում ազդեցության գոտիների, սա է սպասվում էս։ Դե սիրիացման վտանգներ կա, որովհետեւ եթե Սյունիքի հետ ինչ-որ բաներ լինի եւ Իրանը որոշի հարձակվել, հա, մտնի Սյունիք, ապա ինքը կարմիր գիծներ է կտրվում, որ արդեն յուրաքանչյուր պետություն կարող է իրեն թույլ տա մտնել իր շահերը Հայաստանի տարածքում սպասարկել, այսինքն հնարավոր է լինի տարածք, որը գտնվում է Հայաստանի կառավարության պաշտպանության ներքո, Թուրքիան ինչ-որ միտեղ մտնի Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ այլն։ Այս վտանգներ կա, այս իշխանությունով, հա, որը ինչ-որ մի մեծ խոշոր խաղացողին ինադու պատրաստ է ամեն ինչ հանձնել, ամեն ինչից փոխվել եւ Հայաստանի շահերը գետնով տալ, ամեն ինչ կարող է լինի։ Ընդ որում էլ եմ ասում, մարդիկ չգիտես ինչի, մտածում են, որ պատասխան չի լինել, իրենց ով է այդ գարանտիան տվել, ես չգիտեմ, էլի, բայց այսպեսի խաղեր սեփական ժողովրդի գլխին, հա, սեփական ժողովրդի ցավոք սրտի որոշակի մասի մասնակցությամբ կարծես սա արդար չի։ Որպեսզի այս իշխանությունը Հայաստանը չտանի կործանման, այս դեպքում ինչ ռեսուրս ունեն կտրուկ իրավիճակ փոխելու համար ընդդիմադիրները։ Այն մարդիկ, որոնք այս իշխանության տարած քաղաքական գիծը չեն կիսում։ Նայեք, ընդդիմության մեջ շատ զարմանալի երևույթներ կան ինձ համար, օրինակ ընդդիմադիր զանգվածի մեջ կան մարդիկ, ովքեր պայմանական պրոարևմտյան են, հա։ Հիմա նայեք, եթե ամբողջ արևմուտքը միասնական որոշել է, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, եւ այդ գիծը տանում է իշխանությունը, դու ո՞նց կարողանում ես լինել արևմտամետ այդ պահին, հա։ Այսինքն, ես չեմ ասում ինքը պրոռուսական, բայց առնվազն այդ գիծը պետք չի բռնել, որովհետեւ քեզանից լավ արևմտամետ էլ կա, քեզանից լավ թուրքամետ էլ կա, եւ այդ բոլորները հավաքվել են այս կողմում, իդեմս ՔՊ-ի Արամ Զավենի Եսիմ Սարգսյանի կուսակցության եւ այնպես բռոդը որ հավաքվում է Փաշինյանի մոտ, հա, ժամանակ առ ժամանակ, այսինքն իրանք այդ գաղափարախոսությամբ են գնում, անգամ առնվազն որոշել են այդ տեղով գնալ, դու ուր ես գնում իրանց միանում, այսինքն դու ինչ որ հստակ բաներ պետք է ունենաս, մոտեցումներ պետք է ունենաս, դու որ սկսում ես նույն երգերը երգել, հա, դու այն հնարավոր աջակցությունը, որը քեզ կարող է գա աշխարհական բալանսի խախտումից հետո, դու դա չես ստանալու, որովհետև ընդհանրենք նույն Ռուսաստանը, նույն Չինաստանը, նույն Իրանը, եթե տեսնում են, որ ինքեր քո ընդդիմությունն է արևմուտքի խաղերը խաղում ու երգերը երգում, ինքը մտածում է նա ռուսիացու չլնամուլը ինչի պետք է փոխվի։ Բայց ընդդիմությունը լծակ իրավիճակ փոխելու գետնի վրա։ Բայց ես էլ եմ ասում, ընդդիմությունը մի հատ պետք է սկզբից գաղափարական ինչ-որ բան առաջարկի, զտվի կամ բոլորը որոշեն, որ այլևս որոշակի հիմար բաներ չասել ցույցերից առաջ, ցույցերի ժամանակ կամ ինչ-որ տարբեր ժողովներում, որպեսզի այն աջակցությունը, որը կարող է քեզ գալ, դու այդ աջակցությունից չզրկվես, որովհետև էլ եմ ասում, եթե նույն Պարսկաստանը նայում է, որ եւ ընդդիմադիր է, եւ Փաշինյանը, հա, իրենք նույն բանից են խոսում, նույն աշխարհակահաղական վեկտոր են բռնում, որի հետևանքով Իրանի դեմ պետք է ճանապարհը փակվի, հա, վերջնական, ինքը ոչ մի կողմն էլ չի պաշտպանի կամ որևէ ազդեց, նույնն են Ռուսաստանը, եթե կտեսնեն, որ ընդդիմադիրն էլ է ռուսացած, հա, իշխանականն էլ է ռուսացած, դու ինչ սպասումներ ունես, հետո որ ասում ես, այս մեկը մեզ չի օգնում, այս մեկը բան չի ասում, այսինքն սա պետք է ընդդիմության առաջի քայլը լինի, այսինքն իրենք պետք է վերաիմաստավորեն իրենց, պետք է հստակ որոշեն, որ որն է լինելու իրենց ուղին, որ ըստ դրա աշխարհակահաղական վեկտորները համապատասխանաբար միանան կամ տարանջատվեն իրենց։ Այսինքն առանց աշխարհակահաղական վեկտորների աջակցության Հայաստանում իշխանապողություն հնարավոր չէ։ Դա ստացվեց, որ նրանք խառնվում են Հայաստանի ներքին գործերին։ Դե Արևմուտքը խառնում է Հայաստանի գործերը։ Արևմուտքը 18 թվականին բերել է այս իշխանությանը եւ շարունակում է խառնել բացարձակ ձևի։ Արմեն Գրիգորյանը արդեն չգիտեմ, դե դուր բացող փագողաբան մի 6-ի գրասենյակում Անգլիայում, սրանք բացարձակ արդեն իրանց արևմտամետությունը ցույց են տալիս եւ
ես դիմացան շարժման ժամանակ էլ ասեմ, որ մենք ոչ թե Փաշինյանի դեմ ենք պայքարում կամ իրեն պահած 3000 թե 30000 ոստիկանի դեմ, մենք պայքարում ենք Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ այլն կառույցների միջև ԱՄՆ-ն եւ Եվրոպան վերջերս բացարձակ այնց բացահայտ ձևով ասացին, որ Հայաստանում չպետք է լինի ներքին խժդժություններ, մենք աջակցում ենք։ Բորոնն էլ հետևում է, որ զարգացումներ չլինեն։ Ամերիկայի կոնգրեսի լսումների ժամանակ, չգիտեմ, Փաշինյանին մենակ գովասանքի խոսքեր էին ասում, այսինքն մենք պետք է հասկանանք, որ մի աշխարհակական վեկտոր այստեղ խառնվելը եւ իր գործը անում է։ Դե խառնվել է, տեսել ենք հետևանքը։ Հիմա ինչու թույլ տալ, որ հաջորդ իշխանափոխությունը եւս լինի աշխարհակահաղական որևէ վեկտորի պլանով։ Ես այսպես ասեմ, ոչ թե աշխարհակական, դրա համար եմ ես ասում, դու քո սեփական օրակարգը պետք է բանես։ Օրինակ Արցախի վերադարձը եւ վերադարձ դեպի Արցախ։ Եթե դու այդ բանը անում ես, հաշվարկում ես, անում ես ինչ, ու դու ցույց է տալիս, որ դու նպատակասլաց դա կարող ես անել։ Հիմա եթե ճանապարհի մեջ մտնում է իշխանափոխությունը, պետք է անես իշխանափոխությունը, եթե ճանապարհի վրա քեզ ուրեմն աջակցելու համար որոշակի աշխարհական կենտրոնների օգնությունը պետք է լինի, ապա ինչի ոչ թող լինի, այսինքն դու քո պրո-հայկական օրակարգը ձևավորի, հա, հետո դա արա։ Օրինակ ժամանակին կար Արցախի հարցի լուծման հետ երկու մոտեցում, հա, մեկը արևմտյան, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանի մշակութային ինքնավարություն անել, եւ կար Ռուսաստանի մոտեցումը, որ ասում էր, որ Արցախի ստատուսի հարցը պետք է անժամկետ հետաձգվի, հա, եւ հաջորդ ծերունները պետք է որոշեն դա, իսկ բաները, խաղաղապահները այնտեղ անժամկետ պետք է տեղավորվեն։ Հիմա որ մոտեցումներ մեզ համար ավելի բնականաբար ռուսական առաջարկային։ Արդյոք դրանով մենք ռուսամետ ենք դառնում։ Ոչ։ Այսինքն, եթե վաղը Իրանը կամ ԱՄՆ-ն կամ չգիտեմ Ռուսաստանը կամ էլ ինչ որ մեկը որոշեն, որ Արցախը պետք է լինի անկախ պետություն եւ Արցախում պետք է լինեն ապրեն հայեր, հա, իրենց համանadrությունով, ես ազնվորեն ասեմ, եթե վաղը ԱՄՆ-ն Արցախը ճանաչի որպես անկախ պետություն, հայերին վերադարձնի այնտեղ եւ ապահովի իրենց անվտանգությունը, ես Ամերիկայի դրոշը կվերցնեմ, կգնամ շնորհակալություն կհայտնեմ դեսպանատան մոտ, որովհետեւ ինձ համար այդ օրակարգն է կարևոր։ Ինձ պետք է որ Արցախը լինի հայկական, ինձ պետք է որ Հայաստանը լինի հայկական, եւ ինձ պետք է որ մենք մեր հավատքով, մեր բանակով, մեր անվտանգության թիմի երաշխավորով հանգիստ ապրենք ու նորմալ հարաբերություն ունենք մեր պարտներների, մեր դաշնակիցների եւ մնացած երկրների։ Ինձ դա է պետք։ Ինձ հայկական Հայաստանը պետք եւ հայկական Արցախը պետք եւ հանուն դա ունենալու, այո, պետք է եւ տարբեր վեկտորների աշխատել, տարբեր վեկտորների տարբերությունների վրա փորձել աշխատել, բայց էլ եմ ասում, եթե դու ունես քո հստակ քաղաքական վեկտորը, հա, միգուցե աշխարհակական ինչ-որ մի կենտրոնի պետք է որ Արցախում լինեն ապրեն հայեր ու իրենք ապրեն անկախ։ Ուրեմն պետք է այդ պահին օգտվել դրանից, այո։ Պետք է օգտվել, ոչ թե դու գնաս իր շահերի հետևից, այլ ինքը գա։ Եվ ես կրկնում եմ, եթե դու դիմադրում ես, եթե դու սեփական օրակարգով ես, եթե դու պայքարում ես, գալու են եւ կանգնելու են քո կողքը։ Եթե մարդուն փողոցում ծեծում են, ինքը չի դիմադրում, օգնության չի կանչում, ոչ մի բան չան, ոչ մեկ չի մոտենա իրան, բայց առնվազն կգան կփորձեն կբաժանեն։ Եթե ինչ-որ մարդը փորձում է դիմադրել, հա, հիմա նույնն էլ Հայաստանի իրավիճակն է։ Եթե մենք ամեն ինչ ցանցնում ենք, մինչև վերջ բոլոր բաները օգտվելու են։ Հիմա բարեկամա լինելու, հարևանա լինելու, թշնամիա լինելու ուղղակի հոշոտելու են Հայաստանը։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ 168 TV-ի եթերում զրուցում էի Տիգրան Քոչարյանի հետ, ցտեսություն։